Զավեն Կույումջյան, Լիբանանում հայտնի հեռուստալարագրող, մեկնաբան, պրոդյուսեր, մեդիա կոնսուլտանտ, գրող, վարում է արաբական աշխարհում ամենավարկանիշային թոք-շոուներից մեկը։ Զավեն, այսօր փոքրինչ անսպասելի դերում եք, հա, տերն ու տիրակալը այստեղ միշտ դուք եք, սակայն այսօր ես եմ ձեզ հարց տալու, իսկ դուք պատասխանելու եք։ Ես ուրախ եմ։ Զավեն, սկսենք արմատներից, հա, որ տեղացի են ձերոնք, երբ են տեղափոխվել Լիբանան։ Մեծ հայրս եկած է Ադանա եւ Հաջանի ասրջանեն։ Եկած են չարտի ժամանակ 1916-17-ին գարցեմ եկած են Լիբանան Գիբրոսեն։ Լիբանան հասնելն առաջ Գիբրոս մնացած էին եւ մեծ հայրս որբեր, yani հասավ առանց մայր եւ հայրի։ Եվ հոստեղի այդ ասի ընտանիքի մեջ մտավ եւ շարունակեց ընտանիքը։ Գիտեմ, որ ձեր մայրիկը արաբ է, սակայն դուք փայլուն տիրապետում եք հայերենի։ Երավ ես միշտ կվախնամ, որ հայերենը շատ լավ չէ, միշտ կվախնամ խոսելու հայերեն, որովհետև չեմ սիրել հետ սխալիլ հայերենին մեջ։ Ես այո, ես հայ եմ եւ շատ հբարտ ես հայ եմ։ Իմ մայրենի լեզուս արաբերեն է, հայերենի լեզուս հայերեն։ Բոլորին մտքով չեր անցնի։ Ինչով կզբաղվեր հայրիկը։ Լրագրող է։ Ահա, ժառանգաբար է ձեզ մոտ։ Հեռուստատեսությունում է աշխատում։ Չէ, տերտի մեջ։ Դուք եք թերթում սկսել։ Չէ։ Ես սկսան ես ավարտեցին է համալսարանս, արդեն տելևիզիոնի բաներ, ավելի տելևիզիոնը մոդա էր, տելևիզիոն ամեն մարդ տելևիզիոնը նոր սկսեր գոր Բեյրութին մեջ։ Լիբանանի մեջ երկու հատ հեռադեսիլ գար։ 90-ական թվականներուն մեկ անգամ են 70 հեռադեսիլ եղավ։ Այնպես որ բում գար հեռադեսիլին մեջ, եւ հեռադեսիլը վերջին մոդա էր։ Ամեն մարդ կմտածեր գոր հեռադեսիլի մասին, ինչպես այսօր ինտերնետ կխոսենք, այդ ժամանակ հեռադեսիլն էր նոր ցևը լրագրողության համար։ Մանկական երազանք էր լրագրող դառնալը։ Ոչ, ինձ համար երազը լրագրողը լարդ էր եւ թերթի մեջ աշխատելն էր։ Եվ երբ համալսարան էի, միշտ կմտածեի որ գավարդեմ եւ թերթի մեջ կաշխատեմ, որպես այդ ժամանակ դեր գրիվ գար Բեյրութի մեջ, որպես պատերազմի ռիպորտեր։ Իսկ հայրիկը գերադասեր որ թերթում աշխատեր։ Ինձ գսեր ոչ մի աշխատի։ Ընդհանրապես ուրիշ ասպարեզ էր, հա, ուրիշ ասպարեզ մզադ է։ Բայց ես ասպարեզը գսերեի։ Ինչպես ասի, երբ ավարտեցի, շատ նոր հեռադեսիլներ բացած էր Բեյրութի մեջ։ Եվ լրադեսիլի մեջ աշխատելու համար ավելի բզդիկ դարիքի անձեր գուզեին։ Ես պատրաստ էի եւ գերեւի ճիշտ անցն էի ճիշտ ժամուն։ Եվ ես երբ սկսա գարավարական հեռադեսիլի մեջ։ Լրատվական ծառայությունում։ Գարավարական հեռադեսիլի մեջ, որտեղ գարավարական հեռադեսիլը գուզեր որ իր նկարը փոխել եւ ցցնել որ ինքը գրնա ավելի նոր հեռադեսի, ասի նոր արույն գուզեր։ Եվ սկսա Պրոֆեսիոնալ կարիերան Զավենը սկսեց, երբ 21 տարեկան էր։ 1992 թվականին գործի անցավ Տելե-Լիբան հեռուստաընկերության լրատվական ծառայությունում որպես լրագրող։ Ավելի ուշ նրան վստահեցին վարել լուրերի գիշերային թողարկումը։ Միաժամանակ Զավենը աշխատում էր նախագահական փուլում, լուսաբանելով երկրի ղեկավարի պաշտոնական հանդիպումները։ Այնուհետ մասնագիտացավ լրագրողական հետաքննություններ անցկացնելու գործում։ Հետաքննել է այդպիսի գաղտնի թեմաներ, ինչպիսիք են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից մարդկանց առևանգումը, տոքսիկ թափոնների գերեզմանոցների վտանգը, բարձրաստիճան պաշտոնյաների դրամաշորտությունը։ Նկատելով Կույումջյանի ներուժը, նրանց սկսեցին առաջ տանել։ Շուտով մեր հայրենակիցը սեփական թոք-շոուի հաղորդավար դարձավ։ Նրա հեղինակային հաղորդումը 96 թվականին լիբանանյան հեռուստաեթերում վարկանիշային ցուցանիշների ռեկորդ էր սահմանել։ Տեղափոխվելով Future TV հեռուստաընկերություն, նա պահպանեց եւ համբավը եւ վարկանիշը։ Զավենը դարձել էր երկրի թիվ 1 հեռուստաալիքի թիվ 1 դեմքը։ Նրա Զավեն կոչվող հեղինակային թոք-շոուն մշտապես դիտում է ավելի քան 20 միլիոն հեռուստադիտող արաբական աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ مشاهدينا مساء الخير. عنوان حلقتنا لليلة عائلة وصبية وجمعية. Ավելի սկսա մարդիկ իմ մասից խոսիլ, որտեղ ես Լիբանանին մեջ առաջին հայն եմ, որ հեռադեսիլին վրա որպես լրագրող գերեվիմ։ Դա առավելություն է։ Այո, որտեղ ընդհանրապես հայերը կծված են, որ արաբերեն դգար գխոսին։ Միշտ կծված է, որ եթե մեկը սխալ արաբերեն խոսի, գսեն աս հայ է։ Ես եկա եւ աս միտքը փոխեցի, գդրեցի, աս կլիշեն
Եկա եւ ասի ոչ, գրնամ հայ լալ, գրնա անունս հայ լալ, գրնամ ես հբարդ հայ լալ եւ գրնամ արաբերեն շատ լավ խոսի։ Շատ մարդիկ ինձ դեսնեին ներադեսիլին վրա ցայնը գբարծացնեին, որ դեսնեն ինչպես սխալ վիդե խոսի։ Եվ համոզվում էին հակառակի մեջ։ Այո, եւ գարձեմ շատ մարդիկ, որ գվախնային հայեր, որ գվախնային ասելու, որ մենք գուզենք աշխատել որպես լրագրող, ինձ մեհդո սկսավ ասա բարս պամել։ Սակայն հետաքրքիր է հեռուստադիտողը, որը միացնում է հեռուստացույցը եւ տեսնում է ազգությամբ ոչ հայրենակցի, հա, արաբական խնդիրների մասին խոսացող մի հայի, որը ազգային խնդրի մասին է խոսում, սակայն ինքը այդ ազգության չի պատկանում։ Ինչպես է դա ակնկալվում։ Հիմա ասիկա շատ դժվար հարցում է, որտեվ ես ինձ ինքս լիբանանցի գսեմ եւ ցակումով հայ։ Բայց կարծեմ Լիբանանը 90-ական թվականներուն գրիվներեն հետո պետք ուներ մեկը, որ չեզոք խոսնագիմը։ Խոսնագը, որ ոչ քրիստոնյա, ոչ իսլամ, ոչ նոր անուն մգուզեր։ Այդ իմաստով շահեկան էր քո այս կերպարը, հա։ Եվ Զավեն անունը Լիբանանի համար եւ նույնիսկ բոլոր արաբական աշխարհի համար, որտեվ ես սկսա Լիբանանի մեջ 90-ական թվականներում մինչև 2000-ին սկսա փոխեցի Գայանս եւ սկսա ելնել satellite, սկսա ամեն արաբական աշխարհը ինձ դիտել եւ մեկ դարվա մեջ եղա թիվ 1 պրոգրամը բոլոր արաբական աշխարհի մեջ։ Իսկ դա մի քանի տասնյակ միլիոն հանդիսատես է լսարանը։ Եվ իրենց համար, երբ արաբական աշխարհի մեջ Քուվեյթ կամ Սաուդի Արաբիա կամ Եգիպտոս, երբ Զավեն անունը գլսեին, իրենց համար շատ օդար անուն մնե։ Գարձես թե Լուսինեն եկած կամ Ամերիկայեն եկած մեկն է, որ արաբ չէ։ Ադորամար գարձեմ ասիգա մեկ բան էր, որ գուզեին հետաքրքրված էր իմ ժողովուրդը կամ ինձ դիտողները, որ տեսնեն ես ինչպես կմտածեմ, կամ ես ինչպես պիտի տեսնեմ բաներ, որ իրենք կտեսնեն։ Այժմ քո հեղինակային թոք-շոուն այդպես էլ կոչվում է, հա, Զավեն։ Այո, Զավեն։ Զավեն Բալատուրսիրը։ Դա ինչ է նշանակում։ Բալատուրսիրը, որ գարչ խոսեք։ Հաջողվում է ստիպել, որ մարդիկ կարճ խոսեն։ Դա գիտեմ լուրջ խնդիր է հեռուստատեսությունում, մանավանդ ուղիղ եթերում աշխատող թոք-շոուների համար։ Շատ ուրիշ չէ, բայց կփորձենք կոր։ 2005 թվականին Newsweek հեղինակավոր ամսագիրը ընդգրկել էր Զավեն Կույումջյանի անունը Մերձավոր Արևելքի 50 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։ Նույն թվականին Զահրեթ Էլ-Քալիջ ամսագիրը նրան արաբական աշխարհի լավագույն լրագրող ճանաչեց։ Աուդիովիզուալ մեդիայի ազգային խորհրդի կողմից անցկացված հարցման արդյունքում Զավենի անունը հայտնվեց Լիբանանի լավագույն հեռուստահաղորդավարների եռյակում։ 2013 թվականին մեր հայրենակիցը ճանաչվեց լիբանանցի 3 ամենաազդեցիկ բլոգերներից մեկը։ Զավեն Կույումջյանը վավերագրական գրքերի հեղինակ է։ Դրանցից մեկը, որը Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասին է, բեսթսելեր է 2002 թվականից մինչ օրս։ Այն 3 անգամ վերահրատարակվել է եւ թարգմանվել է տարբեր լեզուներով։ Զավեն Կույումջյանը պահպանում է իր կապերը հայ համայնքի հետ։ Նա հայաբնակ Բուրջ Համուդ քաղաքի պատվավոր քաղաքացի է։ Newsweek ամերիկյան պարբերականը քեզ դասել էր արաբական աշխարհի 50 ամենաազդեցիկ գործիչների շարքին, այն էլ 43-րդ տեղում։ Ինչի շնորհիվ միայն այդ հեռուստադիտողի հետ ուղիղ խոսելու հնարավորությունը տալիս է այդ։ Ես կարծեմ այո, մեկ աս եւ երկրորդ ես խոսեցա շատ մնուտերու մասին, որ արկիրված էր խոսել։ Խոսի ինչպես որ գմդածեի, ճիշտ, ինչպես կմդածեի ես եւ իմ սերունդս, նյութերու մասին, որ շատոնց մեկը չի խոսած։ Գամ գծցնեի մարդիկ, որ առաջին անգամ գելեն հերադեսիլին վրա։ Մարդիկ, որ կաչությունը չունեին խոսելու իրենց մասին։ Տուն կիրք մչես գարտարգոր, տուն կու գյանքդ կխոսես կոր տելևիզիոնի վրա։ Ազդեցիկ լինելը նաև վտանգ է ենթադրում, հա, դու լրագրողական հետազոտություններ ես արել եւ բացահայտել սենսացիոն երևույթներ, հա, արդյոք դա վտանգավոր չէ, արդյոք առնացել են երբևէ։ Այո, հալգավ, բայց ասիգա խալաս part of the job։ Կորձին մեկ մասն է այլևս։ Գացեմ Հայաստանին ամեն Հայաստանի մեջ շատ է այդպես։ Լուրջ խնդիրներ եղել են անվտանգության հետ կապված։ Լուրջ եւ ոչ լուրջ։ Եվ ամեն ինչ, բայց ես ասում ասին չեմ մտածել, որտեղ մտածեմ ինձ պիտի աստե։ Ինձ համար ինչ որ տիկնապահ պահելու կարիք չունես ամենայն դեպս։ Bodyguard։ Ինձ գա իմանա իսն է 4 գոմդ կլա։ Դու նաև գրքեր ես գրում, քաղաքական գրքեր են դա։
Ես գրած եմ երկու գիրք եւ հիմա երրորդ գիրքը աշխատեմ գոր, որ մոդորեն բերելա։ Առաջին գիրքը երբ գրիվը վերջացավ 91-92-ին, Լիբանանը անցավ շրջանի մեջ, որ քիչ շատ դարօրինակ էր։ Չենք գիտեր որ գրիվը վերջացավ, սկսավ, ինչպես վերջացավ, ինչու վերջացավ։ Շատ հարցումներ կար, որ մեկը չէր հարցներ գոր։ Եվ մի անգամ են որ գրնան լիբանանցիները շարունակել իրենց կյանքը, ասին մենք պիտի մոռնանք գրիվներում մասին։ Պիտի չխոսենք գրիվներում մասին։ Եվ նոր էջ պիտի բանանք եւ պիտի շարունակենք։ Ինձ համար որպես մեկը որ գրիվներում մեջ մեծավ, ինձ համար ասիգա շատ սխալ բան էր, որ ես միշտ կսեի պետք է խոսենք գրիվներում մասին։ Որպեսզի չկրկնվեն դրանք։ Ճիշտ, պետք է հասկանանք ինչ եղավ եւ ինչու ինչ եղավ եւ ինչպես վերջացավ։ Առաջին գիրքս ասնույթի մասին էր, ինչ որերի Պերի ամենա նշանավոր 100 նկարը գրիվներ են եւ փնտրեցի մարդոց, որ աս նկարներուն մեջն են եւ իրենց նույն դեղերը կացի եւ նկարեցի եւ իրենց պատմությունը պատմեցի։ Եվ այս գիրքը առաջին գիրքերն էր, որ գրիվներու մասին խոսեցավ, ոչ թե քաղաքական դեսագետով, այլ բաց մարդոց աչքերու միջոցով։ Գիրքս 12 տարի է, թիվ 1 է Բեյրութի մեջ։ Հիմա երկրորդ գիրքս շատ լավ չէր, չեմ սիրել ադոր մասին խոսել, բայց հիմա երրորդ գիրքը որ գնեմ գոր Լիբանանի հերադեսիլին պատմությունը կգրեմ գոր, որտեղ չէ գրված։ Չէ գրված։ Այդ Լիբանանի հերոստատեսության եւ ընդհանրապես ժուրնալիստիկայի պատմության մեջ հայկական անուններ։ Հիմա ես ամեն հայկական անունը տեսնեմ, ուղղակի գսեմ անունը վերի նշեմ։ Լիբանանի լավագույն լրագրողների շարքում միշտ բազմաթիվ հայեր են եղել։ Ֆոտոժուրնալիստիկայի լեգենդեր Հարի Կոնդակյանը, նա ֆոտոռեպորտաժի ճանաչված վարպետ էր։ Մինչև Associated Press-ում գրաֆիկական խմբավորման բաժնի ղեկավարի պաշտոնը ստանձնելը երկար տարիներ աշխատել է ամերիկյան այդ լրատվական գործակալության մերձարևելյան բյուրոյում։ Հերոստատեսությունում մեր հայրենակիցներից շատերը նույնպես հաջողությունների են հասել։ Նշան Տեր-Հարությունյանը Լիբանանի ամենահայտնի հաղորդավարներից մեկն է։ Նրա ժամանցային շոուները Prime Time-ում վարկանիշի ռեկորդներ են արձանագրում։ Նշանի հաղորդման հյուրերն են հիմնականում շոու բիզնեսի ու սպորտի աստղերը։ Հերոստալարագրող եւ հաղորդավար Փոլա Յակուբյանին Լիբանանում բոլորը գիտեն։ Նա արաբական երկրների հերոստատեսության պատմության մեջ լուրերի ամենաերիտասարդ մեկնաբանն է եղել։ Այժմ իր հեղինակային թոք-շոուն է վարում Future TV ալիքում։ Իր արդյունավետ լրագրողական կարիերայի ընթացքում Փոլան հարցազրույցներ է վարել ազդեցիկ քաղաքական առաջնորդների, այդ թվում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ։ Հաղորդավար Ջոել Մարդինյանը ճանաչված է արդեն նաև Լիբանանից դուրս։ Նա MBC հեռուստաալիքով վարում է աշխարհիկ կյանքը լուսաբանող Ջոել կոչվող ժամանցային շոուն։ Նաև ոճաբան է ու նորաձևության փորձագետ։ Այս տարի դասվել է արաբական աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց շարքին։ Կլաուդիա Մարշալյանը ճանաչված է Լիբանանում որպես հեռուստապրոդյուսեր, սցենարիստ, դերասան ու հաղորդավար։ Նա եղել է Star Academy ռեալիթի շոուի պրոդյուսերը։ Այժմ հաղորդում է վարում Էմիրատական հեռուստաալիքներից մեկում։ Զավեն հաղորդումը, որը այժմ վարում ես, ինչի մասին է, ինչ հաղորդում է դա։ Հիմա կխոսեմ որևէ մեկնույթի մասին, որ սերտս կուզե խոսել։ Ինքը current affairs, որևէ մեկնույթ, որ գսկամ, որ ժողովուրդը կուզե մասին մտածել։ Ես կփորձեմ, որ հիմա անել ֆորմատը, որ news եւ նույն ժամանակ որպես talk show, կփորձեմ, որ խառնել իրարու հետ։ Կփորձեմ, որ նոր բան անել։ Երևանում եղել ես Հայաստանում գիտեմ, հա, երբ էր վերջի անգամ։ Եղած եմ որպես reporter վերջին անգամ 2000 թվականին։ Պետական անձնավորություն կար, որ Հայաստանի նախագահին հետ ժամադրություն ուներ եւ ես հետն էի։ Հասցրեցիր տեսնել երկիրը։ Չեմ գիտեմ, բայց հիմա ինձ ամեն մարդ կսե, որ այսօր Հայաստանը բոլորովին դարբեր է։ Բայց ինչ որ շատ հբարդ եմ, ես վերջապես հայկական պասպորտ ունեցա։ Դու Հայաստանի քաղաքացի ես։ Այո։ Հրաշալի է։ Վերջապես 2 ամիս եղավ եւ շատ ուրախ եմ։ Եվ հիմա երբ Հայաստան գուզեմ երթալ որպես հայ։ Հայկական հեռուստատեսությանը ծանոթ ես երբևէ։ Քիչ մեր դունը գտեսնենք երբեմն հայկական գայաններ։ Ինչ կարծիք ունես։ Շատ աղվոր է եւ շատ երբ դիտեմ, հբարդ գտիդեմ, բայց երբեմն գսկամ, որ ինչպես Բեյրութ 90-ական թվականներուն, այսօր Հայաստան։ Այս զգացում ունեմ, գրնալալ սխալ, գրնալալ ճիշտ, բայց ինձ համար ես միշտ հայկական գայան դիտեմ, նե հբարդ գտիդեմ։ Եվ գսկամ, որ օրը պիտի երթամ ես Հայաստան, ես պրոգրամը պիտի ունենամ։ Այ ես հենց դա էլ ուզում էի քեզ մաղթել, Զավեն։ Հուսով եմ կլինես ինձ գործընկեր ոչ միայն մասնագիտական, այլ նաև միգուցե մի օր մի հեռուստատեսությունում էլ աշխատենք։ Այո, միշտ աս նպատակ չէ, բայց աս զգացում ունեմ, որ
օրը պիտի սիրեմ Հայաստանի մեջ պրոգրամը դա եմ գդրված հայերենովս ես միշտ փորձած եմ որ մարդիկ իրենց իրական ինչ կսկան խոսին եւ մորնան կամերան ես պիտի ուզեմ օրը ասպանա Հայաստանի մեջ անել Դե եթե քո չեզոք հայացքը պահանջված էր Լիբանանի հեռուստատեսությունում վստահ եղի որ հայկական հեռուստատեսությունում այն նույնպես պահանջված կլինի Շնորհակալ եմ քեզ ներիր որ հացդ կտրելու փորձ արեցի քո տաղավարում եւ կհանդիպենք հաջորդ անգամ Հայաստանում սիրով